Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ Վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է այս որոշումները, ինչպես կուսակցության փոխնախագահը հայտարարեց, համաձայնեցրել են Տեր-Պետրոսյանի հետ։ Կոնգրեսն ընտրապայքարի մեջ է մտնելու մի հիմնական օրակարգով, թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը եւ այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես խորհրդարանական խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։ Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, շատ ավելի մեծ է, շատ ավելի մտահոգիչ է եւ մենք մտնում ենք նախնական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինք կամ այդպիսի դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր լինի մեր երկիրը փրկել ուղղակի զգալիությունից։ Նախընտրական դաշինք ձևավորելու համար քաղաքական որ ուժերի հետ է բանակցում ՀԱԿ-ը, կուսակցության ներկայացուցիչները չմանրամասնեցին։ Լևոն Զուրաբյանը միայն հաստատեց, երկար ժամանակ քննարկումներ ունեցել են մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ, բայց անարդյունք, վերջին ամիսներին էլ առհասարակ Թաթոյանի հետ քննարկումներ չկան։ Թե ինչու համաձայնության չեն հասել, Զուրաբյանը փակագծեր չբացեց։ Ինձ համար մի քիչ անհասկանալի է իրենց քաղաքական ուղերձները, բայց դա ես ոչ որպես մեղադրանք, ոչ որպես ինչ-որ նախատինք չեմ ներկայացնում, ապագայում կարող են լինել ինչ-որ բանակցություններ, կտեսնենք, ես ինչ-որ հատուկ մեկին չեմ բացառում, բայց դա կերևա, բայց ես կարծում եմ, որ կան այսպես ասեմ, ավելի կարևոր ուժեր, ում հետ արժի լրջորեն բանակցել։ Այս դեպքում էլ ՀԱԿ փոխնախագահը քաղաքական ուժերի անուններ չտվեց, որոնց հետ ինչպես ինքը ձևակերպեց, պետք է լրջորեն բանակցեն։ Փոխարենը ասաց, նախընտրական դաշինք չեն կազմի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ։ Զուրաբյանն այսօր արձագանքեց մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին։ Սամվել Կարապետյանի եղբորորդին անցած շաբաթ հայտարարել էր, որ Հայաստանի 4 առաջնորդներից որևէ մեկը չպետք է հավակնի ստանձնել երկրի կառավարումը։ Ինչ վերաբերվում է Նարեկ Կարապետյանի ասածին, դե մենք չենք էլ ներկայացրել տենց հայտ։ Այսինքն առաջին նախագահի վարչապետության հայտ մենք չենք էլ ներկայացրել ինչպես տեսակ։ Այսինքն դա այլևս մեզ չի վերաբերվում, եթե կարող էր վերաբերվել։ Խորհրդարանական ընտրություններին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել։ Մասնակցության մասին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե ինչ ձևաչափով եւ ով կգլխավորի ցուցակը դեռ հայտնի չէ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ընտրություններին մասնակցելու են նաեւ Սամվել Կարապետյանի թիմը, Էդմոն Մանուկյանի ղեկավարած Լուսավոր Հայաստանը։ Այս ուժն էլ կողմնակից են դիմադիր մեծ դաշինքներ ձևավորելուն։ Եվ դիմադիր դաշտը պետք է հանդես գա խոշոր բևեռներով։ Այո, մենք մասնակցում ենք մյուս տարվա ընտրություններին։ 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններին ազգային առաջընթաց կուսակցության ցուցակը գլխավորած եւ մոտ 19% ձայն ստացած Հայկ Մարությանը նույնպես խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել։ Ընտրապայքարի մեջ կմտնի իր հիմնած նորուժ կուսակցությունով։ Դաշինքների կողմնակից է Մարությանը, թե ոչ, դեռ հայտնի չէ։ Նախկին քաղաքապետը եւս փակագծեր չի բացել։ Դե սրանից հետո բնականաբար հեսա ԿՊՆ-ի այդ ֆեյքերի ֆաբրիկան են, զավոդը, հեսա խոդա տալու ոնց։ Հայկը ախր Քոչարյանի հետ է հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոննա, տալուշուտ չէ բանը, Չեխիայի շպիոննա, սաղ տներ են տեղա, երեխեքը Չեխիայի քաղաքացին սաղին ազատել է բանակից, չնայած կես աղջիկ են, կեսներ 18 տարեկան չկան, կապ չունի, սաղին ազատել է։ Դե բանը չմոռանաք են կլոունը, մեյմունը, մի խոսքով այդ ենգի բարովի սաղ այդ պատմությունները կասեք, ոչ մի խոսքով խոդ եք տալի այդ ամեն ինչը։ Եվ մինչ ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու տարբեր սցենարներ են քննարկում, ազգային ժողովի նախագահն այսօր դարձյալ պնդել է։ Քաղաքացիական պայմանագիրը 2026 ընտրություններին ավելի շատ ձայն է ստանալու, քան ստացել է 2021-ին։ Որովհետև եթե 2021 թվականին, երբ որ մեր վրա կրակում էին եւ մեզ ուզում էին մորթեին եւ սպանեին եւ պատերազմից անցել էր 6 ամիս, մենք կարողացանք 54% ստանալ,
Դրանից հետո, երբ որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ապրում է խաղաղ երկնքի տակ եւ մենք գրեթե 2 տարի կրակոց չունենք եւ զոհ չունենք եւ ճանապարհների բացման եւ տնտեսության զարգացման առաջին քայլերն են տեղի ունենում եւ միևնույն ժամանակ, երբ որ ընդդիմախոսները նույն հին սկավառակն են պտտում 2020 թվականի պատերազմի մեջ մեզ մեղադրելով եւ որևիցե նոր բան չեն առաջարկում, ինչով են մեզ կրելու, նկատի ունեմ ինչ խոսույթով են մեզ կրելու։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն այսօր դարձյալ պնդում էր գործող իշխանության խաղաղության օրակարգը, կեղծ է ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում Հայաստանը նոր աղետների առաջ է կանգնելու։